Մարդիկ պարբերաբար հիշում են, որ արդեն մի քանի տարի ֆինանսական մեծ շղթայի կենսաթոշակային կուտակային համակարգի մաս են կազմում։ Նախորդ ամիսներին նրանցից ուշադիրները ֆիքսել են, որ կենսաթոշակի ընդհանուր հանրագումարը վերջին ամիսներին չի ավելանում։ Դեռ հակառակը։ Դա ցույց են տալիս հաշվետվությունները, որոնք ներկայացրել են մասնավորապես C Quadrat Ampega եւ Ամուդի Ագբա ընկերությունները։ Անկումը եղել է 0,2-ից մինչև 0,7%-ի սահմաններում։ Պատճառն այն է, որ միջազգային շուկաներում արժեթղթերը էժանացել են, իսկ դրամի արժևորումը նվազեցրել է արտասահմանում պահվող ներդրումների արժեքը։ Մյուս կողմից, արտաքին շուկաներում հնարավոր ցնցումների դեպքում բացառված չէ, որ ավելի մեծ անկումներ գրանցվեն հետագայում։ Ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչները սակայն լավատես են։ Միջոցները տրիլիոնից ավել են, 60%-ի չափ առնվազն ներդրված է Հայաստանում, բնականաբար ինքը դինամիկա անընդհատ փոխվում է։ Արդյոք այդ միջոցները ենթատեքստային էլի, միջոցները սպասարկում են Հայաստանի տնտեսությունը, ես կարծում եմ, որ այո։ Ֆոնդերի Հայաստանում ներդրված գումարների ահռելի մասը բաժին է հասել արժեթղթերին։ Կոպիտ ասած, ժողովրդից հավաքված գումարը կենսաթոշակային ֆոնդերը տոկոսով տալիս են բանկերին, բանկերն էլ դրանք ավելի բարձր տոկոսները որպես վարկ տալիս են ժողովրդին։ Ինչի համար են մեկ այդ գումարի զուր տեղը տվել դրանց ու քննարկել այդ փողը, որոնք որ բացարձակապես չեն դրվել տնտեսության մեջ եւ պետությունը պետք է ինքը փողեր դնի, գումարներ դնի, իր տվյալ ճյուղերը զարգացնելու համար, մանավանդ եթե այդ ճյուղերը կարող են բերել պետության մրցունակությանը բարձրացնելու հնարավորություններ։ Երկար տարիներ քննարկումներ են գնում այն հարցի շուրջ, որ հայաստանցիների կենսաթոշակային ֆոնդերը պետք է ներդրում անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Նման մեկ օրինակ կա, խոսքը արհեստական բանականության գործարանի մասնակի ֆինանսավորման մասին է, սակայն դա իրական գործարան չէ, եւ այն տնտեսության իրական հատված համարելը ճիշտ չէ։ Մեքենաշինություն, որոնք արտադրում են հաստոցներ, հոսքագծեր, դասգաղներ, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, նավեր, հրթիռներ կամ այլ էլեկտրատեխնիկական արտադրանք, էլեկտրոնիկայի արտադրանք, իսահորչային սարքերի ճյուղն է, որը մեքենաշինության վերջին ճյուղերից մեկն է, աշխարհի ամենավերջին զարգացած ճյուղերից մեկն է։ Կառավարության ներկայացուցիչները հաճախ հայտարարում են, թե անում են հնարավորինը, որպեսզի դելսի ընկերությունները ներդրումներ անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Դելսի ներդրողի համար սակայն օրինակ կարող է ծառայել հենց ինքը պետությունը։ Եթե կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ անի ինչ-որ ռազմավարական արտադրության մեջ, այսինքն եթե բիզնես անելը երկրում իսկապես ձեռնտու է, տրամաբանական է, որ առաջին քայլը անի հենց ինքը, պետությունը։ Արդյունքում համ էական եկամուտներ է ապահովում ապագա կենսաթոշակառուների համար, համ էլ տնտեսության իրական հատվածը զարգացնում եւ ներդրողների ներգրավում արդեն կայացած ձեռնարկությունների միջոցով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։